Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի կանոնները, եթե մինչև այս նախապես հայտարարում էր, թե հերթական կիրակի ուր է գնալու մասնակցելու պատարագի, ապա այսուհետև գաղտնի է պահելու այն։ Նա փորձում է մեծացնել իր արշավի աշխարհագրությունը, կողմնակիցներին կոչ անելով կիրակի օրերին ոչ թե իր հետ մասնակցել պատարագի, այլ գնալ տարբեր եկեղեցիներ եւ քահանաներին համոզել զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Փաստացի նա ուղղակիորեն նոր սադրանքների պառակտման համար հիմքեր է ստեղծում այդ ամենի անունը դնելով եկեղեցու բարենորոգում։ Բացի այդ, նա ասում է, եթե քաղաքացիներն ուզում են, որ պատարագի գնա իրենց քաղաքներում եւ համայնքներում, ապա պետք է իրենց եկեղեցու քահանային անձամբ համոզեն զեղչել վեհափառի անունը։ Մի բան, որը նախկինում Փաշինյանը հանձնարարել էր ազգային անվտանգության ծառայությանը, սակայն հաջողության չէր հասել։ Դրա վառօրինակը Գյումրին էր, երբ Շիրակի թեմի որևէ հոգևորական չէր համաձայնել հանուն Փաշինյանի զեղչել կաթողիկոսի անունը եւ նա ստիպված էր եղել իր հետ այլ թեմի քահանա տանել Գյումրի պատարագ մատուցելու։ ԱԱԾ-ի վրա դրված այս գործառույթը փաստացի Փաշինյանն այսուհետև դնում է իր լեզվով ասած հպարտ քաղաքացիների վրա։ Նրանք, ովքեր ուզում են նման նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն իրենց համայնքի եկեղեցում ինձ հրավիրել պատարագի, ես ասեմ, որ նախապես կընդունեմ այդ հրավերը, մենք խնդրում եմ խոսել քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ եւ համոզչականությամբ մեր հարգելի քահանաների հետ, որպեսզի նրանք սուրբ եւ անմահ պատարագից զեղչեն այն անունը, որը արժանի չէ հնչել սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում։ Ինչպես են քաղաքացիները վերաբերվում Փաշինյանի այս առաջարկին, արդյոք պատրաստ են Փաշինյանի համար նման խնդրանքով դիմել հոգևորականի։ Դուք պատրաստ եք գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ասացին արտանալ։ Ոչ։ Ինչու՞։ Ես չեմ ուզում անգամ իր անունը լսեմ։ Ես այդպես բաներից հեռու եմ։ Ես չեմ դիմելու։ Քահանային։ Ես եկեղեցու հետ կապ չունեցող մարդ եմ ընդհանրապես։ Կապ չունեմ եկեղեցու հետ։ Ինձ մեկ է լրիվ եկեղեցին ինչ վիճակում կլինի։ Ես ինքս քրիստոնյա մարդ եմ, հավատում եմ եկեղեցուն։ Միանաք Նիկոլ Փաշինյանի այդ եկեղեցու կաթողիկոսի հրատարականի Չէ։ Չեմ միանա։ Կանեք նման բան։ Իհարկե չէ։ Իհարկե չէ։ Նորմալ մարդը նման բան կանի, այդ արդեն ինձ թվում է պատասխանն է, չէ՞ նրա իրավիճակի։ Նորմալ մարդը երբեք նման բան չի անի։ Դուք պատրաստ եք Նիկոլ Փաշինյանի։ Ոչ մի բանի էլ պատրաստ չեմ, տղա ջան, իր հետ ընդհանրապես ոչ մի բան։ Իսում եք այդ օրակարգը եկեղեցու շուրջ Նիկոլ Փաշինյանը։ Չէ։ Դուք պատրաստ եք օրինակ Նիկոլ Փաշինյանի այդ ասածը անել դիմել քահանային, որ չհնչեցնի վեհափառի անունը։ Չէ, իհարկե պատրաստ չեմ, ես հավատում եմ եկեղեցուն, ես հավատում եմ Աստծուն։ Ամեն մեկը ինձ թվում է իր մեջ հավատում է Աստծուն ու երևի դրանով ամեն ինչ ասվում է ու պարտադիր չի, որ ինչ որ մեկը ստիպի ու ինձ թվում է չի էլ կարող ստիպել կամ համոզել։ Ամեն մեկն ունի իր սեփական խելքը։ Հիմա ինձ ոչ մեկ չի կարող հակառակը ասել կամ համոզել կամ ստիպել։ Ես ունեմ իմ խելքը, ես ունեմ իմ հավատը Աստծու հանդեպ։ Եթե եկեղեցով կարգը այդպես է, ուրեմն պիտի այդ կարգով շարժվենք առաջ։ Ժողովուրդը մեծամասնությունը ճիշտ է ասում, որ հա, այս պահին հեչ պարտադիր չի այդ կարգի հարցերը լուծել, շատ ավելի կարևոր հարցեր կան լուծելու։ Մենք չի, ժողովուրդը չի, որ պիտի ասի, ինձ թվում է իրանք ավելի լավ գիտեն։ Իրանց առաջնայինը երկրորդականից իրանք պիտի տարբերեն։ Սա համենայն դեպս երկրորդականը ու չեմ կարծում, որ կառավարությունը պիտի խառնվի եկեղեցու գործերի մեջ։ Կա գոյություն ունի վեհարան, վեհաժողովներին մասնակցում են բոլոր տերհայրեր, բարձրաստիճան հոգևորականներ, թող իրանք որոշեն դա։ Ոչ թե քաղաքացին որոշի։ Պարոն Փաշինյան, մինչև կաթողիկոսին փոխելը ավելավա այն մյուս օղակների աշխատանքով էլի ավելի բարենորոգում լինի, որտեղ մյուս օղակները բացի 911-ից 911-ը շատ լավ է աշխատում, բայց այն մյուսներից դժգոհ ենք։